Բարի արև իմ սիրելի խեցգետիններ, այսօր մայիսի 27-ն է իմ օրացույցով Մերկուրի օրը, ի դեպ նշեմ, որ հիմա կփորձենք պարզել ինչու 9-րդ տեղից շարժվել են 4-րդ տեղ առաջ են եկել խեցգետիները, այդպես իրենք շատ են մանևրում, գալիս են առաջի 6-նյակ, գնում են 2-րդ 6-նյակ ու այդպես ըստ տրամադրության լուսինը հոգեվիճակն է, տրամադրությունն է, դրանով է պայմանված իրենց այդպես հեղեղուկ լինելը եւ սիրելի խեցգետիներ, շատ ուրեմն կարևոր բան ասեմ նախ ինչու ձեզ բաժին եկավ Մերկուրին, որովհետև Մերկուրին ձեր նշանում է լինելու հետ ընթաց, ձեր արժև հարցեր կան, խնդիրներ կան, որ դուք պետք է կարգավորեք, մենք հիմա կանդրադառնանք եւ արևն է մտնելու ձեր նշան հունիսի 21-ին, արևը կմտնի խեցգետնի նշան եւ սիրելի խեցգետիններ, դուք կնշեք ձեր ծննդյան օրերը, ինչի կապակցությամբ ես ձեզ շնորհավորում եմ բոլորիդ եւ մաղթում եմ ամենալավն ու բարին։ Ահա եւ տեսեք հիմա Մերկուրին ձեզ բաժին ընկավ, հիմա ես հունիս ամիսն եմ, արդեն հասկանալի է ինքնին, ձեզ հունիս ամսվա համար կանխատեսումն եմ ներկայացնելու, ինչ ունենք մենք հունիսին, կարևոր իրադարձությունը ես առանձնացրել եմ երկուսը, բացի նրանից, որ ունենք նորալուսին, լիալուսին, արևն է փոխում իր նշանը, դրանք միշտ են կատարվում, իսկ երբեմն երբ շատ ավելի ուժեղ նորալուսինն է, արդեն մենք ունենում ենք արևի խավարում, եթե ուժեղ լիալուսին ենք ունենում, արդեն դա լուսնի խավարումն է, այնպես որ իրենք միշտ մեզ հետ են, միշտ ուրեմն դրանք կատարվում են, իսկ Մերկուրին փաստորեն կմտնի ձեր նշան եւ ձեր նշանում կլինի ինքը հետընթաց, Յուպիտերը իդեպ արդեն ինքը դուրս կգա ձեր նշանից, այդպես, չգիտեմ կտխրեք թե չէ, ինքը 12 տարին մեկ անգամ է լինում, այնպես որ 12 տարի հետո նոր ինքը նորից կլինի ձեր նշանում, այն ինչ որ կապված ընտանիքի հետ, արտերկրի հետ, բարձրագույն կրթության հետ եւ այլն, այդ ամենը եթե կատարվել է ձեր հետ, այսպիսի հարցեր են եղել, ապա շատերի մոտ հնարավոր է, որ ուրեմն նման իրադարձություններ են եղել, ինչևէ փոխում է Յուպիտերը, այդ երկու իրադարձություններն, այսինքն Յուպիտերը փոխում է իր նշանը դուրս գալով ձեր նշանից, ինքը կտեղավորվի 1 տարի առ ձեր նշանում, դա ձեր ֆինանսներն են, կարծում եմ ձեզ կապահովի ինքը ֆինանսներով, կարող եք չանհանգստանալ այդ հարցում, կամ եթե գումարներ եք ծախսում, ապա ինչ որ կարծում եմ լավ նպատակի համար կծախսվեն այդ գումարները կամ կարևոր նպատակի համար, փաստորեն Մերկուրին, որ ձեր նշանում լինում է հետընթաց եւ Յուպիտերը, որ ձեր նշանից դուրս է գալիս, տեսնում եք ոնց պատտվում ենք, ինչպես ասում ենք, կենտրոնում դուք եք, արևն էլ մտնում է էլի ձեր նշան, այսինքն փաստորեն հունիս ամսվա գլխավոր դերակատարը, գլխավոր կամ հերոսը այս անգամ ես կհամարեի խեցգետիներին, այսինքն ինչ ասել է գլխավոր հերոս, որ բավականին կարևոր հարցեր կան, որ պիտի լուծեք եւ պատահական չի, քանզի ինձ մոտ ոչինչ պատահական չի լինում եւ ընդհանրապես մարդկանց մոտ ոչինչ պատահական չի լինում, այդ իրենց մի թվում է, որ պատահականություն է, իսկ ասենք օրերը իմ օրացույցի հետ այդ համընկնումը եւս պատահական չի լինում եւ քանի որ ձեզ ընկավ Մերկուրին, այստեղ ասցենդենտով խեցգետիներ եւ արևի հետո նոր արևի նշանով, այդ երկուսը լսում եք, միացնում եք իրար, անպայման մի նշան չլսեք ու հետո ասեք, բա լսեցինք, այսպես այնպես։ Հիմա խեցգետիններ, դուք հարցեր պիտի պարզեք եւ որոշակի հարցեր կա, որ ձեզ անհանգստացնում են ձեր կոնկրետ անձի հետ կապված եւ ղեկը ձեր ձեռքում է, դուք պիտի որոշեք հարցեր, որոնք կապված է ձեր նախնիների հետ, ծնողների հետ, ապրելատեղի հետ, ապրելավայրի հետ, երկրի, տան եւ այլն, հա, այսպիսի հարցեր կան, նաեւ ընտանիքում հնարավոր է ինչ որ հարցեր քննարկվեն, ու դա գիտեք, միգուցե ոմանց մոտ դա սկսվել է, սաղմնավորվել է եւ այլն, իհարկե յուրաքանչյուրի ըստ իր անձնական քարտեզի, բայց երբ արդեն մենք մոտենանք 3-րդ տասնօրյակին, հունիս ամսվա, այդ ժամանակ ձեզ մոտ էլ ավելի կմեծանա այդ ինֆորմացիայի պակասը կզգաք եւ իմանալու, պարզաբանելու
ուրեմն ցանկությունը բավականին մեծ է լինելու եւ նորից եմ ասում դուք ոչ թե պիտի սպասեք որ ինչ որ մի անձնավորություն կգա ասի եկել եմ ձեզ օգնելու ինչ հարցեր ունեք այլ դուք պիտի դուրը թակեք ու ասեք ես հարց ունեմ այս հարցը փորձենք բարձաբանել հիմա այսպես ասած ձերքի կողմից ստեղծվել է այս իրավիճակը այսքան բոլորն անց ովքեր նստած սպասում են որ ինչ որ մեկը դա իրենց կոտեղի վրա կմատուցի այդպես չի դեպքեր են լինում երբ ղեկը ձեր ձեռքում է լինում եւ դուք պիտի քայլը անեք ահա հիմա հենց այդ ունենք այդ տարբերակը հունիսի 1-ին իհարկե Մերկուրին մտնում է ձեր նշան եւ նշեմ անպայման հունիսի 29-ին այսինքն հիմնականում ամսվա երրորդ տասնօրյակը վերջին տասնօրյակում են գործողությունները այդպես խտանում կատարվում եւ այդ ժամանակեր մինչեւ հուլիսի 24-ը Մերկուրին ձեր նշանում սիրելի խեցգետիններ կլինի հետընթաց ահա այսպիսի իրավիճակ ունենք իսկ 30-ին արդեն տեղի կունենա լիալուսինը իդեպ մինչ առաջ անցնելը ես ուղղակի ուզում եմ նշել որ 15-ին տեղի կունենա նորալուսինը Արևև լուսինը կմիավորվեն 25 աշճանում երկվորյակի նշանում Հայաստանի ժամանակով առավոտյան 6:33 րոպե 58 վայրկյան գիտեք այստեղ հնարավոր է տեղի կունենա նորալուսինը եւ դուք ձեր կյանքում ուզում եք փոփոխություն մտցնել պլանավորում եք ինչ որ բաներ անել ինչ որ գործեր ունեք եւ հավանաբար շատ հնարավոր է որ մասնավորապես հունիսի կեսերից դա դուք իհարկե յուրաքանչյուր նստի անձնական քարտեզի բայց ընդհանուր մասշտաբով այդպես հունիսի կեսերից կոնկրետ գործողություններ կլինեն արդեն որոշակի քայլեր կանեք այդ փոփոխությունները ձեր կյանք բերելու համար եւ հիշեք որ դուք պետք է անեք ոչ մեկ ձեզ սկուտեղի վրա չի մատուցելու ահա ուրեմն այսպիսի իրավիճակ ունենք եւ ուզում եմ նշել 30-ին լիալուսինը Յուպիտերը մտնում է առուտի նշան դուրս է գալիս ձեր նշանից ֆինանսների ուրեմն տունն է մտնում շատ լավ է իհարկե այդտեղ եւ դա կատարվում է հենց լիալուսնի ժամանակ 30-ին հունիսի արևև լուսինը հակադրվելու են 9 աշճանում այդ եղջյուրի նշանում Հայաստանի ժամանակով գիշերը 3:56 րոպե 29 վայրկյան իսկ այդ եղջյուրի նշանը բնականաբար ձեր հակադիր նշանն է որ ձեզ անվանում եմ գլխավոր հերոս հունիս ամսվա դա պատահական չէ ոչ միայն նրա համար որ արևը մտնում է ձեր նշանում դուք նշում եք ձեր ծննդյան օրերը այլ սովորաբար հենց այդ ժամանակ կատարում է լիալուսինը եւ մոլորակների դասավորությունը եւս ասում են այդ մասին որ ձեզ համար կարևոր հարցեր են լուծվում եւ եթե այսպես մեծացնեմ որտեղ արտերկրում եւս ունենք չէ հայրենակիցներ որ ապրում են աշխարհում կատարող իրադարձություններ եւ այստեղ երկիր փոխելու հարցը բավականին գդրվի բոլորի արչեւ շատերի արչեւ ավելի ճիշտ երկիր փոխելու հարցը անել այդ քայլը չանել իրավիճակ արդեն ցույց կտա եւ այստեղ դուք գիտեք այն հարցը որ ինչ որ մի ասենք ձեր անձի հանդեպ բայց կապված ինչ որ մեկի հետ եթե ինչ որ հարցեր եք ուզում բարձել դուք ինքնուրույն չեք կարող չէ ձեր մեջ փակվել ու ինչ որ հարցի պատասխանը ասենք գտնել պիտի խորհրդակցեք պիտի դիմեք ինչ մարդկանց ատյաններին ձեր թեկուզ բնակարանի արտեր նո երկրի տան եւ այլն այդ հարցերով ինչ որ մեկին պիտի դիմեք հավանաբար այդ ժամանակ արդեն դուք որոշում կկայացնեք թե ինչ եք անելու այսինքն մինչև հունիսի վերջը դուք արդեն կոնկրետ եզրահանգման կգաք կունենաք որոշակի վերլուծություն արդեն ձեզ կմնա հետո արդեն քայլերը անել այսպիսի իրավիճակ իհարկե Մարսը եւս արդեն ասացի կփոխի նշանը Վեներան եւս ես կարծում եմ խեցգետիների մոտ ֆինանսական վիճակը բավականին լավ կլինի բա սիրելի խեցգետիններ ասցենդենտով առաջին հերթին ասցենդենտով ուրեմն խեցգետինները եւ ինչպես նշեցի հունիսի 21-ից արևը մտնելու ձեր նշան սիրելի խեցգետիններ բոլոր դեպքերում
Նաև ես ձեզ կհորդորեի, որ ձեր կոլեկտիվում, ձեր շրջապատում, միջավայրում, այնտեղ որտեղ որ դուք աշխատում եք, զգուշ լինեք եւ փորձեք չտրվել ինչ որ կոնֆլիկտի մեջ չմտնել, չկիսվել, գաղտնիքներ չկիսել, ամեն դեպքում ուշադիր եղեք, որովհետև այդտեղ իհարկե ըստ ձեր անձնական քարտեզի ոմանց մոտ դա կարող է չկատարվել, բայց կարող է լինել այդպես ինչ որ միջամտություն, ինչ որ մեկը մտնի եւ այդտեղ գործերը խառնվեն, ինչ որ խնդիրներ ձեզ մոտ առաջանան, այնպես որ ամսվա 3-րդ տասնօրյակը եղեք շատ ավելի ուշադիր, որովհետև հիմնականում այդ ժամանակահատվածից սկսված էներգիաները սկսում են կուտակվել, գործողությունները ակտիվանալ եւ դա էլ բերում է նրան, որ դուք խորհում եք ինչ պետք է անել, ինչպես պետք է անել։ Սա իհարկե նույնիսկ եմ ասում աշխարհի մակարդակով մարդիկ իրենց տեղափոխման մասին շատերը կմտածեն ինչ որ իրադարձություններ հավանաբար, որոնք ուրեմն կբերեն նման մտածողության։ Այսքանը սիրելի խեցգետիներ, գրեք անպայման մեկնաբանություններում որքանով են իմ խորհուրդները ձեզ օգտակար լինում եւ սպասեք հաջորդ ամսվա համար արդեն կանխատեսումներին, իսկ մենք հանդիպենք հաջորդ ամիս, այսքանը առայժմ։ Չմոռանամ նորից շնորհավորում եմ ձեր ծննդյան օրերը, բոլորդ այդպես հերթով կնշեք։ Սիրելի խեցգետիններ, խեցգետինը հայրենիքն է, մեր տունը, ընտանիքը, ջերմությունը, նախնիները բացահայտել, ովքեր են, ինչ են սիրել, հարգել ծնողներին, նախնիներին, տատիկ, պապիկ եւ այլն, այդ ամենն է եւ ինչ եմ ձեզ ցանկանում, որ ձեր ծննդյան օրը հիշեք բոլորին, շնորհակալություն հայտնեք եւ միշտ իրենց հետ, որովհետեւ երբ դու մասնավորապես խեցգետինները եթե մոռանան չգնահատեն իրենց ծնողների արվածը նախնիների կամ տատիկ պապիկի թեկուս ավելի շատ հեռուն չգնամ, իրենք ուղակի չեն կարող կանգնել ամուր իրենց ոտքերի վրա, ուղակի կոչնչանան, դուք ուղակի պարտավոր եք հարգել, սիրել եւ հիշել միշտ, դա ձեզ համար շատ կարեւոր է, եթե մեկ այլ նշան դա կարող է ինչ որ առումով շրջանցել ու մարսել, այսպես ասած, խեցգետիները պիտի հենվեն այդ ամենի վրա եւ այդպես ամուր ընտանիք, ամուր հարաբերություններ ընտանիքում, ձեզ ցանկանում եմ, որ այս ամենը դուք ունենաք իմ սիրելի խեցգետիներ, այսքանը լավ եղեք, առայժմ չմոռանաք լայքել եւ գրեք ձեր տպավորությունների մասին, լավ մնացեք մինչեւ մյուս ամիս։